Հաղթանակից ողբերգականի վերացված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է, ուրացման, պարտվողականության, թախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան։ Սրա մասին Facebook-յան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 5 տարվա մեջ այսքան պարտություն ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն Փաշինյանական կաբինետին։ Իշխանության օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս սվաղել իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու, գրել է Աբրահամյանը։ Մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի և խոնարհումի օր։ Սրա մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ։ Նախագծի համաձայն այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն ինչպես միշտ կնշենք և կտոնենք բանակի օրը, որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ, նշում է նա։